Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյանն ու այս պահին ես հյուրն կայել եմ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեգամ Մանուկյանին։ Պարոն Մանուկյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, Ջայրով երթին դուք ելույթ ունեցաք եւ ավանդաբար այսպես այրվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները եւ եթե ես չեմ սխալվում առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն ընկալվեց որպես հայտարարվեց որպես սադրիչ գործողություն։ Հարցս այսպես ձևակերպեմ, հա, պարոն Մանուկյան, հենց մենք էկրաններն էլ իդեպ տեսնում ենք հենց այդ հատվածը, որտեղ դուք ելույթ եք ունենում եւ այրվում է դրոշը։ Իսկապես դրոշ այրելու պրակտիկան մեզ առարկայական ինչ է տալիս, արդյոք սա, չգիտեմ, անելանելիության, անճարության, ելք չունենալու, ինչ-որ նշան չի, որը չի տալիս որևիցե ռեալ պրագմատիկ հաջողություն։ Խոսում եմ մեկը, ով ակունքներում եղել Ջայրով երթի, եւ ձեզ պետք է անկեղծ ասեմ, ասկին 99, 2000, 2001 թվականներին, չգիտեմ, որ տարվանից հետո ձևաչափը փոխվեց, բայց ավանդաբար երբեք գլխավոր մեխը չի եղել։ Եվ նույնիսկ ասեմ անկեղծ կանոն լրատվամիջոցների հետ միշտ աշխատանքի մեջ եմ եղել, ամեն անգամ գալիս են թե Գեգամ երբ է այրվելու Թուրքիայի դրոշը, երբեք այսպես ասեմ, այդպես ցուցական էլ չի եղել։ Ինչ որ ճանապարհի երթի ընթացքում մեկ էլ մի պահ այդ դրոշը կայրվեր։ Մի անգամ կարծեմ Բաղրամյան փողոցի վրա Ամերիկայի դեսպանատան դիմացը այրվեց։ Հետո արհեստականորեն փորձվեց ամբողջ Ջայրով երթի գաղափարը, այսպես ասեմ, հակա Ջայրով երթ եւ դրոշ այրելու դեմ խոսողները փորձեցին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ պահի վրա։ Իսկ իրականում Ջայրով երթի գաղափարը շատ ավելի խորքային է, այդ պայքարի խորհրդանիշն է։ Ես Ջայրով երթի գաղափարին դեմ չեմ։ Ինչ վերաբերում է դրոշ այրելուն։ Ես այսինքն դրոշ այրելը օրինակ Փաշինյանը դա պրովոկացիա համարեց, բերեց հասցրեց կապեց նրան, որ Խնածախի Խոզնավարի տեղ ունեցած կրակոցները ուղիղ կապված են այս դեպքերի հետ։ Այսինքն հասկանում եմ, իրականում Հայաստանի թիվ 1 պրովոկատորը, որը հրահրեց իջեցնելով Ադրբեջանի պատասխանատվությունը եւ ագրեսիան, բայց ով հրահրեց 44-օրյա պատերազմը իր դերասանություններով, Սարդարաբադյան հաղթանակներով, մեդալներ, ուշքանշաններ հանձնելով, պարբերաբար բանակցային ձևաչափը փոփոխության ենթարկելով Ստեփանակերտում Արցախը Հայաստանը եւ վերջ գոռալով, հիմա եկել դրոշ այրելով փորձում է դրոշ այրելու այդ դրվագը կշերքի նժարի վրա է դնում Խնածախի ուղղությամբ կրակոցների, այնինչ Խնածախի ուղղությամբ մեկ ամիս է կրակում են։ Այսինքն տրամաբանությունից դուրս է, այսինքն Մարդ ազգային ժողովում փորձում է արդարացնել, դե գիտեք անկարգապահությունը Ադրբեջանի բանակում խմում կրակում են, բան, մենք էլ այդ օրվա կրակոցները պարզով դրոշ այրելու հետևանք են։ Մի ամիս որ կրակում էին, Ջերմուկում, Ներքին Հանդում, Սև լճում, Գեղարքունիքում Ադրբեջանը 200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք օկուպացրել է այդ հեչ, այդ օրը դրոշ այրել է մեջ։ Բայց այն իրականում ինչ է տալիս, պարոն Մանուկյան, դրոշ այրելը ինչ է տալիս։ Երիտասարդների որոշում, ինքը քաղաքական ակտ է։ Ճիշտ այդ օրը Ջայրով երթի։ Ախր չէ որ քաղաք ներողություն եմ խնդրում, էլի, երբ որ դու որպես ուժ, այտենց մի քանի տասնյակ հազար մարդկանցով հավաքված եւ դրոշ ես այրում, Ես ինչ տպավորություն է, Արցախը օկուպացված է, Ջերմուկում թշնամին է, Գեղարքունիքի սարերում թշնամին է, չգիտեմ, սահմաններում ամեն օր ինչ ուզում են անում են պրովոկացիաներ, կրակոցներ եւ այլն, այսի մի կողմից, մյուս կողմից ձեր հայտարարած այդ ամեն ինչի պատասխանատու Նիկոլ Փաշինյանը մնում է Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչ է անում, դաշնակցությունը դրոշ է այրում։ Դաշնակցությունը դրոշ չի այրում։ Բա Ջայրով երթի երիտասարդները ովքեր էին։ Նաև ոչ դաշնակցական։ Հասկացա, միկրոֆոնով խոսացողները դաշնակցականների կազմակերպիչները։ Նայեք, այդ օրը Վարազդատ Հարությունյանը փաստաբան մի օրինակ էր հրապարակել։ Միացյալ Նահանգների քաղաքացին 84 թիվ կարծեմ Ռեյգանի քաղաքականության դեմ իր նշան բողոքի այրել է Միացյալ Նահանգների դրոշ։
դատապարտել էին։ Տարիներ հետո Գերագույն դատարանը Միացյալ Նահանգների արդարացրել էր որպես քաղաքացու քաղաքական դիրքորոշման արտահայտություն դիտարկելով դրոշի այրում, որը ամբողջ աշխարհում է։ Ես պես 2-3 օր ստիպած եմ այս օրինակը վերել 2010-11 թվականներ Ջայրով երթի օրներ թուրքական մամուլը այդ ժամանակ մամուլի ներկայացուցիչներ շատ հաճախ էին Հայաստան գալիս բայց ոչ մեր հաշվին չէ պետության հույսում հաշվին չէին գալիս իրանց ծախսով են գալիս Նիկոլից հարցազրույց վերցնելու համար պետությունը փող չէր տալիս ռադիկալի թղթակիցներ որ նախապես զանգել էր հարցազրույցի էր պայմանավորվել հենց ազատության հրապարակում որտեղ Ջայրով երթը պետքա մեկնարկեր աղջիկս փոքր էր աղջիկաս հետ հասանք այն պահին որ արդեն դրոշը այրված է դե Թուրքիայի քաղաքացի մի քիչ այլայլված բան ասում պարոն Մանուկյան Թուրքիայի դրոշը այրեցին ասում հա ու բացատրում ասում նայ ասում քո իշխանության դեմ է որովհետև իմ նախնիների ցեղասպանելու համար այսօր քո իշխանությունը միլիոնավոր դոլարներ փող է ծախսում որ աշխարհում դրա մասին չխոսեն ու փորձում է ուրացնել փորձում է ջնջել պատմությունը ինչ ես դու սպասում հայ մարդուց ի նշան բողոքի առնվազն դա իհարկե աղջիկս համար շոկ էր էլի պապան թուրքերեն է խոսում բան բայց ունկալ է հասկացա իրականում սա որևէ ժողովրդի որևէ ազգի դեմ ուղղված ախր դա եթե ազգի չի է ոչ թե խնդիրը այնա որ հիմա իմ հարցադրման ենթատեքստը այնա որ դուք Թուրքիայի ժողովրդի դեմ եք ես ինչ եք եւ այլն դա չի ուղղակի այս իրավիճակում երբ որ ավելի է սպասվում ընդդիմությունից բայց մեդիա բայց ներողություն իրականում այս պատկերն է կարևորը Հա, բայց մեդիա առիթը դառնում է դրոշի այրվելը, տեղ է խնդրեմը տալիս, էլի։ Բնականաբար, միշտ էլ այդպես է եղել։ Բնականաբար միշտ էլ այդպես է եղել, վերնագրերը այդպեսին են եղել, ռուսական մամուլում, միջազգային մամուլում, բայց իրականում այս պատկերը Ես այս ընթացքում հանրեղություն մի քանի բան նայեցի, մինչև ձեր այդ հարցազրույցը, իսկապես, այսինքն հիմնական բաներից մեկը, շեշտադրումներից մեկը հենց այդ դրոշի այրման գործընթացն է։ Երկուսը լրատվական ոլորտից են։ Կեն օրը 20 րոպեանոց ծրագրային ելույթ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերի դեմ վերնագիրը դարավ Վահագն Ալեքսանյանի իմ ասած գլուխդ պատով էս տալիս։ Հիմա ինչ։ Էտա սելավի։ Լավ, պարոն Բայց իրականում այս տարվա Ջայրով երթը մի քանի առանձնահատկություն ուներ։ Երեք մեր երիտասարդական միության ներկայացներ հետ էի գրասենյակում զրուցում աննախադեպ թվով երիտասարդներ ուղղակի ամեն մեկը սեփական նախաձեռնությամբ ուղղակի բացված էր նաև արձանագրման հատուկ հարթակ անհատապես դիմել էին այս ծավալով երբեք չի եղել եղանակի այդ պայմաններում այդ ներկայությունը մարդկանց բայց անցած տարիներ շատ ես հիշում եմ չէ թվերով միայն 1200 ջահ վառված ջահ է եղել երբեք այս ծավալով չի եղել եւ իրականում այս անգամ մարդկանց ամեն մեկի ներկայությունը մի քիչ եթե ավանդույթի համաձայն են մարդիկ գալիս այս անգամ գալիս էին գիտակցաբար որ իմ ներկայությունը պարտադիր է Նիկոլ Ուրիշ հարց կա եթե դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ է իսկ ընդդիմությունը վաղուց այսպիսի փողոցային մարդաշատ հավաքներ չի անցկացնում չնայած խորհրդին այնուամենայնիվ ինչի չփորձվեց սրանով ազդարել նոր փողոցային պայքար որովհետև սա ունի իր խորհուրդը սա ուղղված է մեսիջը ուղղված աշխարհին մեսիջը ուղղված Հայաստանի այսօրվա իշխանություններին, մեսիջը ուղղված Թուրքիային եւ իրականում շատ վերջին 2-3 տարիներին շատ հաճախ ինչ որ մարդիկ փորձում են Ջայրով երթից հետո բա նորից Ջայրով գնացինք էլի ուղարկեցիք տուն սա այս խորհուրդը չպետք է պղծել այս խորհուրդը չպետք է իմաստազրկել Ջայրով երթը իր տեղն է հայոց ցեղասպանության քաղաքական պայքարի դուք ասում եք չի նշանակում որ վաղը փողոցում դուք ասում եք որ Փաշինյանը պղծում է ցեղասպանության զոհերի հիշատակը գնում է ուրացման քաղաքականություն դարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի վասալ եւ այլն ավելի լավ ցեղասպանության զոհերի հիշատակին տրված հարգանք կարող է լինել քան ապրիլ 23-յան եւ 24-յան միջոցառումները դարձնել բանի Փաշինյանի հրաժարականի պահանջ կարող է մեղադրեն ասեն այսքանից հետո ինչ բարոյականություն ինչ կարմիր գիծ բայց չէ այն
ազգադավությունը, որ իրանք արեցին 2018-ի ապրիլ 23-ի հետ հաշվարկի վրա ապրիլ 24-ը պղծելու, երբեք չեմ կարծում որևէ բարոյական մարդ պատրաստ լինի դրա։ Թողնենք ջայրով երթի թեման ու անցնենք առաջ, պարոն Մանուկյան։ Խորհրդարանում տեղի ունեցավ հերթական ծեծկռտուքը։ Ես չեմ ուզում հարցնեմ, թե ինչի տեղի ունեցավ, բայց այնա մեր կադրում երևում է, որ ԿՊ-ական Վահե Ղալումյանի ու ձեր միջև ինչ-որ խոսակցություն եղավ, որ իստո ինքը ձեզ հրեց ու սկսվեց այն ինչ-որ սկսվեց։ Հարցս հետևյալն է, պարոն Մանուկյան, երբ որ ակնհայտ է, որ ԿՊ-ականները ուժի գործադրման կողմնակիցներ են, մյուսն են, ինչ իմաստ կա մնալ մի այնպիսի խորհրդարանում, որտեղ այսպիսի բարքեր են տիրում։ Միգուցե մի քիչ նաիվ հարց է, բայց այնուամենայնիվ։ Խորհրդարանում մնալու անհրաժեշտություն կա, հիմա առավել եւս քան երբեք, որովհետեւ իհարկե մեր ներվի հաշվին է, իհարկե առողջության հաշվին է, իհարկե երբեմն ինքդ քեզնից զզվելու հաշվին է, բայց ես իմ վրա եմ դա, իմ հոգեվիճակի վրա եմ դա վերցնում, որտեղ ես հասկանում եմ, որ ամեն օր թեկուզ այս ահավոր ոչ ցանկալի վիճակով դու Հայաստանում իրավիճակ ես փոխում։ Ինչով ես փոխում։ Փոխում ես իրավիճակը, որովհետև մարդկանց աչք ես բացում։ Նայեք, այս վերջերս Այրոս Զորաբյանն է, չէ՞, ասա էշ հարց են տալիս Նիկոլ Փաշինյանը։ Նարայի էմոցիոնալ դրսևորումների բանալով կարող է եւ նայառաներ չեմ անում։ Հեշտ չի այդ ամեն ինչը, բայց նույն Նիկոլ Փաշինյանը հարցը պատասխան։ Հիմա ես օրինակով եմ ասում։ Հայաստանում բազմաթիվ մարդիկ Նիկոլ Փաշինյանի դեմ քննադատության պատճառներից մեկը համարեցին, որ Նիկոլը ասեց, որ տատիկը թող քաղաքի կենտրոնում տունը ծախի, գնա ծայրամասում ապրի։ Այդ Նիկոլ Փաշինյանը չէր ասելու, եթե տատիկի օրինակով նրան հարց չտրվեր։ Նրան հարց չտրվեր։ Եվ իրականում, որովհետև դու գործ ունես մի հատ մեծ մանիպուլյացիոն հսկայական իմպերիայի իշխանական, որը քո հայրենակիցների ուղեղը փորձում է լվալ, դու ամեն օրվա այդ աշխատանքով պետքա փորձես հակազդել։ Դու չունենաս ազգային ժողովի բեմը, չունենաս ազգային ժողովի գործիքակազմը, շատ ավելի թույլ կլինես։ Իսկ ճիշտ է, որ մամուլում կարդացի, չգիտեմ, չեմ խոսել այս թեմայով իշխանի հետ, բայց ասում են, որ հատուկ այդ ամեն ինչը սարքվեց իշխան Սաղաթելյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն ունենալու համար։ Կա այդպիսի միտում։ Իրանք անակնկալի եկան նախ Արծիկ Մինասյանի հայտարարությունից, որ ցեղասպանության ուրացման նախաձեռնությունը եւ շոկի մեջ հայտ տվեցին։ Ու նաեւ թիրախավորում էին իշխանի Սաղաթելյանը, իրանց համար այդ բանը։ Թիվ 1 Ինչ որտեղից է այդ ատելությունը իշխանի նկատմամբ։ Դե հասկանում են էլի իշխանը։ Ինչ է հասկանում փակագծեր, որտեղ իշխան Սաղաթելյանը այսօր Հայաստանում ամենամարտունակ եւ միշտ ամենամարտունակ քաղաքական ուժի հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչն է։ Ով այս իշխանությունը որ ունի հետախուզական տվյալներ, հետևում է, գաղտնալսում է, օթանավականներ։ Անկեղծ սոցհարցումներով դաշնակցության ռեցիկը մի առանձնապես բարձր չի։ Ինչ է, բան չեն, վտանգ չի ներկայացնում դաշնակցությունը սոցհարցումներով։ Ուրեմն սոցհարցումներից անդին այս իշխանության վախերն ու ատելությունները շատ ավելի բանի մասին են խոսում։ Դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմը մի խոսք ունի։ Եթե դաշնակցությունը այսքան խոսեր գործ չեր անի։ Ինչ որ վատ ակտակտեր լսում պարոն Մանուկյան։ Չէ, օրինական քաղաքական գործունեության մասին է խոսքը։ Օրինական քաղաքական գործունեության մասին է։ Ինչ է, Վահե Ղալումյանը ինչ պատահեց, որ այդ տարածքում Գառիկին իշխանի բաներ ասում։ Իրականում շատ խառը ճաղանց էր։ Արտվիկի հայտարարությունից հետո Կոնջարյան Հայկը ինչ որ ոգևորվեց, էլի ոստիկաններ ուզում կանչեր իմ ծխելու համար տուգանելու։ Կարող է գան, ոչ չի մոտ։ Մանուկյան, եկեք 24 նյուզ։ Են ծխելու ցանկությունը պարլամենտից այդքան հեռու չի։ Եկեք մենք մեր սենյակում կոնյակով խախտում է ձեր մոտ։ Մենք բալկոնում կծխենք, դուրս կծխենք, բալկոնում կծխենք, հա հիմա 50 դրամ չունեմ ավելորդ ու գանվելու համար։ Շարունակելով,
Հիմա գիտեք, քաղաքական օրակարգում ձեզ էլ դրա մասին կարծեմ հարցեցին լրագրողները ճեպասրույցի ժամանակ կա իմպիչմենտի թեման, ապրիլ 28-ին Ղազարյան Էդգարը ու Մալյան Նարեկը կարծեմ նամակներ են փոխանցելու, արդեն հայտարարվել է ազգային ժողովի 132, եթե չեմ սխալվում, 132 падգամավորներին իմպիչմենտի թեմայով, որ առաջ մի ստորագրություն գործընթացը սկսելու համար։ Ձեր դիրքորոշումը այս հարցում ո՞րն է։ Ես առօրյա գիշեր քաղաքացիներից նամակներ եմ ստանում։ Հիմա թող բերեն որպես քաղաքացու նամակ կարդանք, կասենք, բայց պարզ ասած։ Բայց ձեր համար դա նույն տրամաբանության մեջ է։ Ինչ է կարծում։ Դրանք իրենք քաղաքական գործընթացի առաջարկ են անում։ Քաղաքական գործընթաց։ Ասացի իմպիչմենտի մասին շատ ավելի շուտ հայտարարել ենք, ուղղակի այդ հաշվարկի վրա է։ Մենք հիմա էլ պատրաստ ենք, իբրև Հայաստան խմբակցություն, պատրաստ ենք պատիվ ունեմ խմբակցության կողմից իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին պաշտոնական հայտարարության, վարչապետի թեկնածու առաջադրենք, մենք էլ 4 ձեռքը պատրաստ ենք կողմ արտահայտվել, մեր ստորագրությունները դնել եւ ամեն ինչ անել, որ իմպիչմենտի գործընթացը հաջողի։ Այսինքն սպասում եք, որ պատիվ ունեմ վարչապետի թեկնածու առաջադրի։ Նոր չեմ ասում, մենք պատրաստ ենք պատիվ ունեմի պաշտոնական առաջարկը ընդունել։ Բայց այդ պատիվ ունեմը չի, Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն են։ Չէ, ես նորից կրկնում եմ։ Այդպես շատ քաղաքացիներ են իմպիչմենտի գործընթացի առաջարկ անում, բայց կրկնում եմ, եթե պատիվ ունեմը համարում է, որ այսօր հնարավոր է այս խորհրդարանում այս պահին իմպիչմենտի գործընթաց սկսել, պատրաստ ենք, տեխնատուն առաջադրում են, մենք մեր ստորագրությունները միանգամից դնում ենք, մեր կարողականության բոլոր հնարավորություններով փորձում ենք իմպիչմենտի գործընթացը հաջողել։ Իսկ դուք ինքներդ ինչ եք մտածում, դա հավանական է թե ոչ, հնարավոր է թե ոչ։ Երբ որ պաշտոնական առաջարկ կլինի, այդ ժամանակ կասեմ։ Բայց տեսական եմ հարցում, լավ։ Մոռանանք առաջարկ տվողին։ Նայեք ԿՊ խմբակցությունը ու դրանից հետո եզրակացրեք կան մարդիկ, որոնք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի լծի տակից ազատագրվելու թե ոչ։ Ձեր կարծիքով կան։ Դե Հովիկ Աղազարյանի օրինակը վառ։ Դե Հովիկ Աղազարյանը դուրս եկավ, բայց հետո Տարոն Մարգարյանին կողմ կարգեց, որ կանանեն, բանից այդ զրկեն։ Դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն մարդը երկու քվեարկության մասնակցի քրեական գործով իր հարցում դեմ քվեարկի, Տարոն Մարգարյանի հարցում կողմ քվեարկի, պատկերացրեք իրանք ինչ թրաֆիկինգի զոհ են, ինչ լծի տակ են, գաղափարական, ուղեղային, ֆիզիկական։ Բայց պարոն Մանուկյան, այդ օրինակ, չգիտեմ, ես հիմա որ ուզում եմ հիշեմ ԿՊ-ական падգամավորներին, բացի 10-15 շատ ակտիվ падգամավորներից, մնացածների անունները առանձնապես չեմ հիշում։ Միգուցե հոգ խորքում իրեն գիտակցում են, որ վաղը այս երկրում են ապրելու։ Այս քաղաքում են քայլելու, հարևանություն են անելու, բարեկամություն են անելու, համալսարանում դաս են տալու կամ նոր ընդունվելու են սովորելու, որտեղ շատերը դեռ սովորելու կարիք ունեն, ոչ թե Աննա Կոպյանը սովորելու, այլ իրական գիտելիք ձեռք բերելու։ Բայց երբ որ հանգարց ինքնապաշտպանական բնազդին է գալիս, էլի հավաք է։ Հա, բայց հիմա ինչ է, ինչքան ես հասկանում տրամաբանություններն է, որ պարլամենտում պետքա սկսվի գործընթաց հենց ինքը բուն գործընթացը պետքա դառնա տրիգեր, որի շուրջ ժողովուրդը պետքա հավաքի Բաղրամյան եւ Դեմիրճյան պողոտաներում։ Այսինքն ոնց որ իրենք են ձևակերպում, ԿՊ-ական падգամավորները Փաշինյանի պաշտպանությունից պետք է անցնեն ժողովրդի պաշտպանության ներքո, մոտավորապես այսպես։ Կարդանք նամակները, կարող նամակներում ավելի խելամիտ բաներ գրված են, քան մինչև հիմա հրապարակային բաներ ասել։ Առանձնապես ոգևորված չեք ես մտքով։ Առանձնապես գիտեք, մեկ-մեկ բան է էլի, այսինքն լավ, ինչքան կարելի է։ Այսինքն երբ որ մի քանի օր առաջ, չէ, ափսոս է ժամանակը Ղազարյան Էդգարին անդր։ Երբ որ մի քանի օր առաջ գրում է բյուջեի կատարողականի քննարկում ազգային ժողով, ասում ես լավ էլի ախպեր գոնե այդքանը իմացել է ազգային ժողովում ինչ հարցիկ։ Իդեպ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը եռաբլուրում ասաց, որ կարծում է, որ անկախության հանրաքվեին հանելը ԿՊ-ի մոտ չի հաջողվի եւ ընդհանրապես ավելի այսպես ակտիվ գործընթացների ԿՊ-ի մոտ չի հաջողվի, որտեղ չեն հասցնելու եւ ասաց, որ իրենք ունեն ծրագիր ԿՊ-ին հեռացնելու։ Ինչ եք կարծում մինչև 2026 թվականը, ակնհայտորեն խոսքը մինչև ընտրությունների մասներ 26 թվականի, դուք հնարավոր համարում եք այսպիսի գործընթացները։ Իբրև անհատ, իբրև դաշնակցության ներկայացած, ասում եմ, մեր ամեն վարքյանվա կյանքը հիմա այս իշխանությունից ազատվելն ու հայրենիք ազատագրելն է։ Պատրաստ ենք ամեն ինչի, զոհողության, բանտարկության, մեռնելու ամեն ինչի պատրաստ ենք, ցանկացած առաջնորդությամբ։ Մենակ այս ամեն ինչը արդյունք ունենա։ Իդեպ
երկու օր առաջ լրիվ ուրիշ քաղաքական ուղղության հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանին էի գիշերը լսում, ուզեցա զանգեմ, հետո տեսա որ գիշերվա 1-2-ն էր։ Արամ Մանուկյանը անհատներից որ ինչ որ խոսում է ցավով է խոսում, այս կորուստը եւ հետաքրքիր շեշտադրում է որ չպետք է հասնել այն հանրաքվեին, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է Ալիևի պահանջով։ Անկամ հանրաքվե կազմակերպելու փաստը ինքնին ամոթ է հայ ժողովրդին։ Թեկուզ մեկը կողմ արտահայտվի մեր անկախության հռչակագրի, մեր անկախության, մեր պետականության ծննդյան վկայականը սահմանադրությունից հանելու արդեն ինքնին ամոթ է։ Իդեպ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մի անգամ մեկ արտահայտություն արեց։ Թող սրտի չեմ հիշում։ Հետևյալն էր միտքը, որ եթե ամբողջ աշխարհի հայությունը մեկ մարդու պես կողմ արտահայտվեն հայ-թուրքական արձանագրություններին, պետք է լինի մեկ մարդ, որը միշտ դեմ պետք է արտահայտվի։ Դա Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն է, որպես հայության, հիշողության ու պահանջատիրության պահապան։ Այստեղ ցավալի թեմա եք բացում, պարոն Մանուկյան, որովհետև Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարություններից հետո ցեղասպանության չասեմ ուրացման, այլ պատճառների ռևիզիայի մասին էսպես, կարող է մենք էլ ենք մեղավոր, կարող է մենք էլ մեր Օսմանյան պետության դեմ ապստամբել ենք, այսպիսի ակնարկների ֆոնի վրա մի քանի անշուշտ գիտաշխատողներ, որոնք որ աշխատել են եւ կրթվել են ցեղասպանության թանգարանությունում, իրենք մշտապես խոսում են Սուրենա Մանուկյան եւ այլն կանել մի քանի հոգի, բայց բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատել են եւ շարունակում են աշխատել, որոնց գիտական գործունեությունը, որոնց կենսագրությունը ուղիղ կապված է ցեղասպանության խնդրի հետ, այդ մարդիկ լռեցին։ Ու սա ինձ համար ցուցանիշ էր, թե գիտական աշխարհում ինչպիսի կենսագրությունից հրաժարվելու հարմարվողական բարքեր են տիրում, էլի։ Շատ խորքային հարց եք բարձրացնում իրականում։ Դուք առիթը տվեցիք։ Շատ խորքային հարց եք բարձրացնում իրականում։ Տեսեք, գրողների միություն, չէ՞։ Ազգային ժողովուրդ դուրս եմ գալիս, ես քայլելով եմ դաշնակցության գրասին է գնում, ամեն անգամ գնալուց մեռելատունա հիշեցնում են։ Մեռելատունա հիշեցնում, որովհետև հատուկեն գրողներից բացի, այդ գրողների միություն ասածը ոնց որ այս երկրի հետ կապ չունի։ Ասում ես, լավ, ո՞նց գահավիժեց մեր ժողովուրդը, այսինքն տասնամյակների առաջվա գրողների միությունը իր համագումարներով, հրատարակություններով, գրական թերթով, չգիտեմ, նորքով, այդ խորությունը, որ ուներ, ու մեկ էլ ուր ենք հասել, քսերոքսի բույն։ Դե, բայց դրա մեջ պատճառներ կան, որովհետև մշակույթը, գրականությունը այնուամենայնիվ հարուստ երկրների կայսերական երկրների պրերոգատիվան է, էլի այսպես առաջնահերթությունն է։ Հիմա Հայաստանի սովետական Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, հիմա ճիշտ է, մեծ կայսրության մաս էր, բայց ինքն իրենով էր այդպիսի արժեք։ Բայց այդ մեծ կայսրությունը հնարավորություններ էր տալիս։ Հիմա ինչ է, 100 ակադեմիկոս ունենա հայ ժողովուրդը, թե 100,000 ակադեմիկոս կոպեկի արժեք չունի, որտեղ այդ ակադեմիկոսների 99.99%-ը լեզուների ատամների մեջ պահած ծառայում են ու ոչ։ Բայց հանրանկեղծություն ասեմ, որ 20 թվականից հետո կարծեմ նույն ակադեմիան էլ հայտարարության հանդես եկավ իր բազմաթիվ ինստիտուտներով պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Եղավ հետո։ Դե եղավ, բայց չէ, պարոն Մանուկյան։ Լինել է եղավ։ Լավ, ինչ մենք խոսում ենք, Արցախի նախագահ Սամվել Շահրամյանը հանդիպում է օպերայում, անշուշտ մեր հաղորդումը երեկոյան է հանդես գալու, բայց այնուամենայնիվ թե դուրս գալու, խոսում է արցախցիներից, որոնք որ պահանջով վրան են խփել եւ այլն եւ այլն։ Պարոն Մանուկյան, այս հարցին բոլոր հյուրերին տալիս եմ, որտեղ իսկապես անձնապես շատ ծանր եմ տառնում արցախցիների նկատմամբ վերջին 20-25 օրվա իմ գնահատմամբ սուբյեկտիվ կազմակերպված ատելության քարոզարշավը, սա իմ կարծիքով կազմակերպված, որը սկսվեց այդ արցախցիներին գնդակահարելու մասին այդ զզվելի եղկելի բանոյ տեսանյութից, շարունակվեց Խաչատուր Սուքիասյանի հայտարարությամբ եւ այժմ էլ շարունակվում է իրենց ֆեյքերով, մյուսով եւ այլն եւ այլն։ Ես հեռու եմ մտքից, որ որևիցե քաղաքականության տակ կա էմոցիա, կա իմ կարծիքով իշխանությունը այստեղ ինչ-որ հաշվարկ ունի։ Դուք ձեր համար մտածել եք, թե ինչ հաշվարկի մասին է խոսքը, ինչի է սա արվում։ Առաջ տարին չի։
Հիմա մենք չենք հիշում դեպքերը 19 թվականին ազատության հրապարակում այս իշխանության կողմնակիցները, որ սպառնում էին Բակո Սահակյանի գլուխը ջարդել, հիմա չենք հիշում։ Չենք հիշում 20 թվականի սեպտեմբերի 21-ին այդ բանը ինչ էր։ Իդեպ մեր էկրաններին հենց Շահրամանյանն է գալիս։ Չենք հիշում սեպտեմբերի 21-ին միջազգ աշխարհի չեմպիոն, որ Սամվել Շահրամանյանն է, որ իմ կալանավորեցին։ Մեկուսարանում եմ հանդիպել Արտուրին։ Չենք հիշում 20 թվականին, երբ Բակո Սահակյանին պաշտոնական արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որ անվանեցին Արցախի մարզպետ։ Այո, ես անգամ տեղ չուներ կարծեմ նստելու եկել եմ։ Հետևողական քաղաքականություն է իշխանության, բայց այս իշխանության հիմնական հարցերից մեկը թիրախներ գտնելն է։ Նախկիններ, բան, հիմա թիրախը արցախցիներն են։ Լավ դե հիմա կդատեն։ Մի 3 օր առաջ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ աշխատանքային քննարկում ունենք ազգային ժողովում։ Ասում պարոն Երևյան, ձեր բանակի պատիվը պահե։ Վազգեն Սարգսյանի ինստիտուտի նախկին տնօրենի մասին է խոսքը։ Ասում ձեր բանակի պատիվը պահե։ Ալեն Սիմոնյանն ու Խաչատուր Սուքիասյանը որ ասում են, որ չի կռվել պաշտպանության բանակը, հատուկ ես գիտեմ սրանց թույնը, դեռ 1 տարի առաջ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես գրավոր հարցումով ասել եմ սեպտեմբեր 19-ը 22-20 օրերին 23 թվականի Արցախի պաշտպանության բանակի զոհերի հաշվառում ունեք եւ ներկայացրել եմ։ Եվ ցանկ կա 265 հոգի առնվազն։ Եվ հիմա այս մի քանի օր է որ բարբերաբար նաև ի հակադարձում Ալեն Սիմոնյանի Խաչատուր Սուքիասյանի, այդ ցանկը ես հրապարակել եմ։ Կարող ասեն գաղտնի երերներ, բայց հրապարակել եմ։ Չէ, բայց զոհերի ցանկի գաղտնի լինելը ո՞րն է։ Դե ես իշխանության սրիկայությունն է, որ Ալեն Սիմոնյանին հնարավորություն տան, որ ասի մարդ չի կռվել։ Բայց հատիկ հերոսական անուններ, որոնք շաբաթով հատ չեն կերել։ Հետմահու շքանշան մի բան տվեցին այդ մարդկանց։ Ինչ որ պետք է ասեմ, որ մեծ մասը նաև այդ զինհաշվանդամների զինապահ որ կա, նաև հաշվառված այնտեղ փոխհատուցում են ստացել ընտանիքները, բայց նրանց հիշատակն է արատավորվում, այդ ամենաահավորն է։ Հիմա իմաստը, թիրախ գտնելու իմաստը ո՞րն է։ Կարող է էլեկտորալ խնդիրը, որ մարդիկներին ընդհանրապես Շահրամանյանի կողքը Նարեկն է նստած Արցախի հանրային հեռուստատեսության տնօրենը անցած տարի վերադարձի այդ մեծ համաժողովուրդ դաշնակցություն արեց, ֆիլմ ենք պատվիրել հենց Արցախի հեռուստատեսությանը եւ Նարեկին առաջարկում էի վերնագիրը ֆիլմի դարձնել պատվո մարտի ասպետները, որովհետեւ զինվորական տերմինոլոգիա պատվո մարտը տրվում է, երբ որ դու գիտես, որ զոհվելու ես, բայց քո պատվի համար ես մարտը տալիս եւ իրականում 23 թվականի սեպտեմբերին այդ պատվո մարտի ասպետներ էին 265 հոգի։ Իսկ կարող է էլեկտորալ խնդիր է լուծում, պարոն Մանուկյան, ես մեկ-մեկ մտածում եմ, էլի բարձրաձայն, ասում եմ դե պասիոնար հատված է մեր ժողովրդի նույն խնդիրներով, իշխանությունների նկատմամբ գրեթե նույնական վերաբերմունքով Արցախի հիմնախնդրի հետ կապված, իրենց տնավեր լինելու, փախստական լինելու հետ կապված, վաղ ընտրություններ են, կարող են կազմակերպված կոնկրետ մի քաղաքական ուժի օրինակի համար ձայն տալ եւ այլն։ Հիմնական խնդիրը ի՞նչն է լուծում։ Մարդկանց սոցիալական վիճակի պատասխանատու փորձում է դարձնել արցախցիներին։ Այսքան միլիարդ փող ենք տվել բան։ Այդ նորից եմ կրկնում առաջի տարին չի էտի որ ասում է։ Չի եղել Հայաստանում որևէ իշխանություն, որ որևէ վարքյան հաշվի Արցախին օրինակ այդ վարկը, որ տոկոս վարկը, որ տրամադրում է, չի եղել որևէ մեկը, որ հաշվի մեկ էլ իհարկե չեմ ուզում համեմատեմ, էլի Սարի տարբերությունը մեկ էլ կհիշեք 97 թվականի Սերգո ջան, լավ չես ապրել, քանի Արցախի հարցը լուծված չի։ Դա բայց Տեր-Պետրոսյանի ասած Արցախի հարցը լուծում է, այս լուծումը չէ։ Ես դրա համար եմ Սարի ձորերի տարբերությունն է, էլի, բայց փորձում եմ մարդկանց ասի ժողովուրդ չեմ կարող ձեր թոշակը չեմ կարող բարձրացնել, փողը չեմ կարող ավելացնել, որտեղ այս արցախցիների խնդրեմը կա, որտեղ սրանք թալանել են բան։ Ու ամենաահավորը, որ այդ իշխանական քարոզիչների մեջ կոնկրետ մարդիկ են, կոնկրետ մարդիկ են, որոնց անունները կան, որոնց որոշներին փորձում ես դատական կարգով հարցեր լուծել, բայց մի օր կայնելու եմ
առնվազն հանրային պարսավանքի ատելության խոսքի մասին քերականացված հոդվածով Հայաստանում բազմաթիվ ընդդիմադիրներ անցել են այսպես պետական համակարգով, կարծեմ, եթե չեմ սխալ, մինչև մենակ Նարեկն եմ այլն որ 1 տարի մի քիչ նստել է։ Շատ չի մի տաղավարում եք։ Այգու Գերմանուկյանը։ Բայց ի նկատի ունեմ, երբ որ ես նայում եմ, ասենք այդ պրոիշխանական բլոգերների կամ մնացածի հայտը, ծայրից ծայր ոչ թե ատելության խոսք է, այլ ինչ ասեմ, այսինքն բարերը չեմ, անբարոյական է ուղղակի անբարոյական։ Այն ինչ որ իրենք են անում։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, այն օրը ես այդ զգացմունքը եթերում տեսա, որ ինչ էին բաներն, խոսնակեր եմ, ինչա։ Հա, իսկապես բան է, որտեվ գիտեք, հիմա անկախ նրանից ով ինչ դերակատարություն ունի կյանքում եւ այլն, բայց վերջի վերջո չէ բաներ կան, որ բոլորի համար բարի չարի, լավի վատի ընկալումների մեջ ինչ որ ընդհանրականություն պետք է լինի, էլի այն։ Ամեն մեկը փոքր իր հոգխորքում ինչ որ մանկական բան ունի, մեկ ինքս ինձ ասում կարող եմ մի օր աչքերդ բացես, բարձր սա երազ է։ Ցավոք սրտի չէ իրականությունն այլ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ հյուրն էր Խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Հույդա Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։